Նախորդ տեսաինֆոգրաֆիկայում անդրադարձանք բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությանը հատկացված ընդհանուր բյուջեին, որը կազմում էր շուրջ 10 միլիարդ դրամ։ Այժմ եկեք շարունակենք բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության միջոցառումների շարքը։ Անդրադառնալով միջոցառումներին, խոսենք ակադեմիական փոխճանաչման և շարժունության ծառայություններ միջոցառմանը, որին հատկացվել է սկզբնական նախատեսվածի չափով 30,2 միլիոն դրամ։ Հաջորդ միջոցառումը եվրոպական բարձրագույն կրթական տարածքի անդամակցությամբ պայմանավորված բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումներ միջոցառումն է, որին հատկացվել է 7,3 միլիոն դրամ, ինչը 24,2 միլիոն դրամով կամ 76,9%-ով պակաս է նախատեսված 31,5 միլիոն դրամից։ Ըստ 9 ամիսների հաշվետվության, ասպիրանտական կրթաթոշակներ գիտական հաստատություններում սովորողների միջոցառմանը պետական բյուջեից հատկացվել է 31,1 միլիոն դրամ, ինչը 31,3 միլիոն դրամով կամ 50,2%-ով պակաս է նախատեսված 62,3 միլիոն դրամից։ Հաջորդ միջոցառումը հետբուհական մասնագիտական կրթության գծով նպաստների տրամադրում գիտակրթական հաստատություններում միջոցառումն է, որին հատկացվել է 11,3 միլիոն դրամ, ինչը նախատեսված 24,9 միլիոն դրամի համեմատ նվազել է 13,6 միլիոն դրամով կամ 54,7%-ով։ Մյուս միջոցառումը Երևանում բարձրագույն կրթության հասանելիության ապահովում մարզաբնակ ուսանողներին, կեցության վարձավճարի փոխհատուցում մարզաբնակ և օտարերկրյա ուսանողներին միջոցառումն է, որին հատկացվել է սկզբնական նախատեսվածի չափով 26,3 միլիոն դրամ։ Հաջորդիվ անդրադառնանք ուսումնական վարկերի տոկոսավճարների մասնակի փոխհատուցում միջոցառմանը։ Այս միջոցառմանը հատկացվել է սկզբնական նախատեսվածի չափով 49,7 միլիոն դրամ։ Հաջորդ միջոցառումը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողներին ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրումն է, որին հատկացվել է 176,5 միլիոն դրամ, ինչը նախատեսված 308,2 միլիոն դրամի համեմատ նվազել է 131,7 միլիոն դրամով։ Ըստ 9 ամիսների հաշվետվության, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ուսման վարձի փոխհատուցում միջոցառմանը պետական բյուջեից հատկացվել է 177 միլիոն դրամ, ինչը 1 միլիոն դրամով կամ 0,58%-ով պակաս է նախատեսված 178 միլիոն դրամից։ Այս միջոցառումների իրականացման միջոցով հաստատվում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության արդյունավետությունն ու հասանելիությունը, ապահովում ուսանողների կրթության որակն ու սոցիալական աջակցությունը, ինչը շատ կարևոր է գիտելիքահեն, մրցունակ և զարգացող հասարակության համար։